Ողջույն սիրուններս, ես դες շատ կարոտել եմ եւ հույս ունեմ, որ դուք ինձ չեք մոռացել, իսկ եթե դուք ինձ չեք էլ ճանաչում, ասեմ ես Հասմիկն եմ, վարում եմ Instagram-ում բլոգ, ես դերասանուհի եմ, հաղորդավարուհի եմ եւ նաեւ մի քիչ բլոգեր եմ, չնայած որ բազմաթիվ հետևորդներ ունեմ Instagram-ում, YouTube-ում էլ դե նոր է իմ էջը եւ ես փորձում եմ երբեմն հոլովակներ տեղադրել, որոնք ձեր դիտումներից եւ մեկնաբանություններից ելնելով հասկանում եմ, որ ձեզ շատ դուր են գալիս։ Այնպես որ եթե դուք այս վիդեոն էլ հավանեք, ուրեմն խնդրում եմ անպայման գրեք կոմենտներում, ես դրանք միանշանակ բոլորը կարդում եմ։ Ես վաղուց հոլովակներ չեմ տեղադրել եւ դա այո, իմ մեղավորությունն է, բայց եկել եմ սխալս ուղղելու։ Եվ իհարկե մենք ունենք միասին անելու unboxing։ Հիմա զանգում եմ մամայիս, որ այն մի սենյակից գա, ինքն էլ տեսնի, թե ինչեր եմ պատվիրել մի րոպե։ Հա, արի մամ ջան, բացում եմ։ Գամ ասում։ Այդ թող գա սկսենք։ Լավ, չեմ անջատում, սպասում ենք, որովհետև չեմ անջատում, որովհետև ես չեմ սիրում մոնտաժներ անել։ Չէ, սիրում եմ մոնտաժներ անել։ Բայց դրանք շատ ժամանակ են խլում ու երևի թե դա է միակ պատճառը, որ ես YouTube-ի համար քիչ եմ նկարում հոլովակներ։ Մամաս եկավ ու սպասում ես նկարեմ վերջացնեմ նոր ներկա։ Արի։ Ես բոլորի ներկայությամբ եմ քեզ զանգահարելի դե։ Բարևի իմ YouTube-յան հետևորդներին։ Բարև ձեզ։ Դե բացեմ։ Գնացինք։ Բացես, աթորվեր։ Ոչ։ Ներողություն կոտրեց, երբ աթորվեր։ Նստիր։ Բացենք։ Տադամ, իմ սիրած պահն է։ Ուրեմն ասեմ, որ մարտի 2-ին իմ աղջկա Նարեի ծնունդն է ու Նարեն դառնալու է 3 տարեկան։ Ես այս անգամ այս պատվերների մեջ ներառել եմ նաև մի քանի փոքրիկ նվերիկներ, որոնք ուզում եմ Նարեն իր ծննդյանորը նվիրի իր պարտեզի ընկերներին։ Գիտեք, որ դա Ամերիկայում, Եվրոպայում շատ տարածված է ու հիմա նաև Հայաստանում են այդպես անում։ Դրա համար որոշեցի, որ Նարեն էլ իր ծննդյանորը նվերներ նվիրի։ Իրականում ինձ համար շատ կարևոր է, որ մարդը ոչ միայն սիրում է նվերներ ստանալ, այլ նաև սիրում է նվիրել։ Օրինակ ես շատ եմ սիրում նվերներ տալ ու այդ ընթացքից թե ինչ գնեմ նվիրելու համար, ում ինչ կարելի է նվիրել, այդ ընտրելու պահից շատ ոգևորվում եմ, հետո անհամբեր սպասում եմ մարդու ռեակցիային, որ տեսնեմ թե ոնց է բացելու այն նվերը, որը ես ինձ սրտոտրոպ ընտրել եմ։ Օրինակ իմ տված նվերներից քեզ դու ամենաշատը ո՞րն ես հիշում, ասես ո՞րն է տպավորվել։ Բոլորն շատ լավ են։ Չէ, բայց մի հատ հիշի ես ընթացքում։ Ինչով է։ Այնքան էս տղա ինչ ասեմ։ Որն է հիշում։ Հələ հիշի։ Այս բոթասները պետք է լույսով լինեն։ Շատ սիրուն է, բայց 26 չափ է, կողը մեծ լինի, Նարեն։ Նայքլը, սիրուն է։ Շատ լավ։ Ուզում եմ ծնունդ չենք անելու, գնալու ենք խաղահրապարակ։ Ուզում եմ այդ օրը սենց սիրուն բոթասիկներ, պետք է լույսով լիներ, բայց սեխ մխտում եմ, որ լույսը միանա, ոչ միան։ Բայց լույսով է, Այս չէ։ Գնացի միանում, այդպես։ Այ, լույսով է։ Ուզեր խփեցի եղավ, վայ շատ է ուրախանալու Նարեն, հատկապես որ լույսով է։ Հույս ունեմ ուղղակի շատ մեծ չի լինի հակով, բայց շատ սիրուն է, հավանեցի շատ։ Որոքն էլ վատ։ Անցնենք նվերիկներին, նվերիկները բացենք ու ես մի փաթեթս եմ ցավակեմ, տեսեք թե ինչ եմ նվիրել։ Լավ, այս տապիկներն են բացենք, նոր նվերիկը։ Այս անգամ ինքն Նարեի համար փաթեթ է եկել մեծ տերմոյից։ Սենց կրոքսիկներ, պարտեզի համար եմ պատվիրել, ուներ ու իրենց վրայի աքսեսուարներն է, հա, եդինառոգա, չուպա-չուպս, բանտիկ, այստեղ ծիածան, մեկ էլ ինչ է, այս մյուսը, այս մյուսն էլ է եդինառոգ, հավեսա, այսը, դու կողս տեղավոր ես, Ես կարամ տեղ։ պաղացի բայց մի գնա, քորյացցանները հետակ, ահա, ուրեմն, նվերները, նախմետ տոպրակներն եմ պատվիրել, հես են տոպրակները, նայք, սենց փոքրիկ տոպրակներ են, վրան գրված է Happy Birthday, մի հատ բացենք տեսնենք ինչ բարակության են, այսպես է նայի, ու տարբեր գույների են, հա, բայց լավն են, Աղաների և աղջիկների համար։ խառը գույների են, սպիտակել կա,
Ճիշտն ասած, չեմ առանձնացրել տղայի ու աղջկա նվերի, բայց ներքևում գրված է կարելի է գրել for ու ում համար։ Այսինքն անունը գրենք, կլինի օրինակ, չգիտեմ, Նարեի համար։ Այս տոպրակի մեջ մի խոսքով, այստեղ 50 հատ է դեպ։ Դնելու եմ, այս առաջինն է։ Շատ փոքրիկ սիմվոլիկ ինչ-որ բաներ են, որոնցից կարծում եմ երեխաները կուրախանան։ Շատ դեպքերում ծնողները ինչ-որ քաղցր բաներ են դնում, բայց քանի որ Նարեին դեռ չեմ տալիս նմանատիպ բաներ ուտելու, դրա համար որոշեցի, որ ինքս էլ չեմ դնի քաղցր բաներ։ Այստեղ չգիտեմ քանի հատ է, կհասկանամ 20 երեխայի համար պետք է հավաքել։ Սենց չգիտեմ ոնց բացատրեմ սա ինչա։ Պետք է մի խոսքով ոտքերը կտրի, կպցնի մարմնին, ձեռքերը կտրի, կպցնի մարմնին։ Մի խոսքով փոքրիկ փազլի կա, էլի ոնց որ Սեն ոտքերի տեղերը թողած է, պետք է ոտքերը ամրացնի, ինքը դառնում է 3D պատկեր։ Հավեսա, հա, ինչ-որ մի 5 րոպե կզբաղվեն և ծնողները կհանգստանեն։ Այսպես, սենց 3 հատ սրանից ենք դնում մի փաթեթի մեջ։ Իսկ մակ ավելանա մի քիչ, մի քանի հատ շատ կարելի է դնել։ Մի փաթեթի մեջ 3 հատ սենց տարբեր պատկերներով սրանից։ Դու այս տոպրակը կարող ես պահել, ես հաջորդը այս փաթեթն է, այս մեր մանկության այս զղջիկներից է, ես սրա ունը չգիտեմ, եթե դուք գիտեք գրեք կոմենտներում, են որ մենք մեծերը ունեինք։ Այս սենց որ սենց ձգվում է, պրոժինկաներն են սենց պյում, սենց խաղում ենք, ու իրանք պարտադիր միշտ խճճվում են, չէ, դա գիտենք բոլորս։ Մի հատ սրանից ենք դնում, մի փաթեթի մեջ։ Դնում ենք հաջորդը դդամ, սա, շատ սովորական, մի քանի տակ խատատած, պղպջակներն, հա, որը երեխաները էլի շատ են սիրում, ասան հասկանամ մեջը հեղուկ չկա, հեղուկ չկա մեջ, պետք է հա երել, կամ էլ ես կարող պատրաստեմ, նեցնեմ ոչ մեկի մեջ չկա հեղուկ, եթե հեղուկ լիներ, կարծում ճանապարհին կթափվեր, կհասկանեմ, եթե ամուր է փակվում և չի թափվի, ես ինքս կպատրաստեմ հեղուկ, կլցնեմ նոր կդնեմ տոպրակի մեջ, իսկ եթե ամբողջ չի փակվում, ուրեմն ծնողները ստիպված կլինեն իրենք դա անեն, սա չգիտեմ ինչ, հա, սա ժամացույց են Արեի ու Լուսիի համար ժամացույց են պատվիրել, 2 հատ այստեղ, այդ փաթեթի փոխչունի է ժամացույցը, բայց ուզում եմ Նարեի նվերը, ճիշտն ասած, անել սենց մեծ տուփ, որի մեջ որ կդնեմ տարբեր բաներ ու կնվիրեմ իրեն, հեսա մեկ այս գինի է, ասեք հանեմ դա, Նարեն դեռ ժամացույց չունի, այդ մեծ տուփիկի մեջ գլխավոր նվերի հետ կդնեմ նաև սենց փոքրիկ նվերիքներ, մեկ այս գույնի է ժամացույցը, ինչ չկոմ, ֆոկուս, լավն է չէ, հավեսա, մյուսն էլ վարդագույն է, նույնից է, մեկը եղբորս փոքր աղջիկն, մյուսը իմ աղջիկն, իդեպ եղբորս փոքր աղջիկը Նարեից ընդամենը 5 ամիս է մեծ, ու իրանք մենակ տեսնեք իրար ինչքան լավ են հասկանում, ոնց են իրար հետ խաղում, երբ որ ավելի փոքր էին, իհարկե միշտ ինքում էին իրար, կռվում էին շատ, բայց հիմա շատ ավելի լավ են իրար հետ խաղում, ու միշտ ասում են մամա, բալիկ խաղանք, այդ տունտունիկն է նույն, մենք դրան տունտունիկ էինք ասում, հիմա Նարեն դրան, չգիտեմ, ինչու ասում եմ մամա, բալիկ խաղ, սրանք քաֆեր են, ինձ համար, այսպես, Նարեի ծնունդ են ուզում է։ չէ, ուղղակի քաֆե, ես մեկի վրա սենց աստղիկները, երևաց, սա ուղղակի կլոր է, ու սա էլ այսպես, ես իրակում սպիտակ օղեր, որպես այդպեսին չունեի, բայց սպիտակ սենց մարգարիտներով ես վերջես աքսեսուարներ ունեի, դրա համար որոշեցի այս փոքրիկներին վերցնել, որ կարողանամ հետը համադրել։ Ինչ բան, ես էլ այն փաթեթի համարի դեպ, ուր ամեր նվերի տոպրակը։ Մի րոպե տեսնեմ, որտեղից է բացվում։ Սա այն խաղն է, որը հիմնականում ասում էին, որի մեծ տարբերակն ասում չի կարելի օգտագործել, չգիտեմ ինչու, ինչ որ վատացնում էր էլի երեխաների ուշադրությունը, այն որ սենց սեղմում են, չեմ հիշում սրա անունը, մեր երեխեքն էլ ունեն, որ սենց սեղմում են, ճոպ։ Եվ իր ցեպեչկաներն է, որ յուրաքանչյուրի վրա պետք է անցկացնել ու դառնում է բրիլոկ, փոքրիկ սենց սիրուն, ու տարբեր գույների են ներսում, ու լիքը ցեպեչկաներ, սա գործ է պետք է անել։
Հա, բայց այս ցկչկաները պետք է հատիկ անցկացնել։ Ոչ ինչ կանցկացնի։ Հա։ Մաման միշտ, գիտեք ոնց է։ Ինչ ուզում ես ասա, ամենավատ իդեան, չգիտեմ։ Կոկ բանը որ մտքով է տանցել է, որ ասում ես մի հատ էս անենք, ասում, հա, բեր, հենց հիմա անենք, արագ, բերանք։ Երբեք չի ասում, ինչ ես մտածել։ Միշտ ասում, այո, լավ բան է, ճիշտ է, արի անենք։ Չեմ գտնում հաջորդ նվերը, դրա համար եկեք բացենք այս գոտիները։ Ես ճիշտ ասած վաղուց ուզում եի գոտիներ պատվիրել։ Եվ չի պատվիրում, չգիտեմ ինձ, հիմա երկու հատ, երկու տարբեր գույների, բայց նույն գլխիկով, ոսկե գույն, սև եւ այսինքն գույնը, շագանակագույն պատվիրել եմ ներ, քսազի օրինակ այս շորիկիս սա լինի կամ սև։ Տեսա՞ք։ Սա ինձ համար էր։ Հազիվ ես էլ մի բան ունեմ։ Ահա, Նարեի համար այն բոթասները հիշում եք, որ սկզբից բացեցինք պատվիրել եմ այս մարզակալները, որ ծննդյան օրը, այսինքն կամչետկաներ են։ Այսինքն խփենք գլխի։ Լավն է, չէ՞։ Ինքն իհարկե ասելու է իմ մազերը բզեզիկ կարա, ես կփորձեմ այդ բզեզիկ մազերով նկարել ներքևում, որ դուք հասկանաք բզեզիկ մազերը որն է։ Բայց ես ամեն իրեն բզեզիկ անելուց իմ նյարդերը գնում եմ, բայց հիշում եմ, որ մաման էլ ինձ այդ փոքր ժամանական նյարդերի չէր գնում։ Ոչ մեկ ես էլ եմ Նարեին հաճիկով անում, բայց ինքը ամեն առավոտ կապ չունի, որ ես ահա որ ուշանում եմ։ Եթերի եմ ինքը ամեն առավոտ բզեզիկ կապի մազերս, բզեզիկ կապի։ Սա Մայիկա եմ պատվիրել, որի վրա գրված է birthday girl։ Եվ հետևում գրված է It's me, hi, I am the birthday girl, it's me։ Սա վերցրել եմ, որ այդ խաղահրապարակում շոքի արդեն, հանենք կարճաթև մայկա հագնենք, որտեղ որ գնալու ենք բավականին տաք է։ Ինձ եմ պատվիրել Նարեի համար, ուրեմն։ Այս ինչ է։ Սենց սառոչկա շորիկա, վերնաշապիկ շորիկա, ներքևի մասը սենց, ստեղ սենց մարգարիթներով, ու վրայից այս ժիլետիկ ունի, որի վրա էլի մարգարիթներ են, ու պատկերացրեք, այսինց է, նստումի վրա։ Այս է պայսակն է։ Այդ պայսակն է, հա, քիթիս սպանաշ։ Լավն է, չէ՞, սիրուն է, կլինի, բայց փոքր է։ Նարինի։ Հա, 3-4 տարեկան, բայց ինձ թվում է փոքր։ Չէ, լավ։ Մի հատ ծննդյան օրվա համար ստորիկ եմ պատվիրել, բայց Նարեի ֆանտազիան իր ծննդյան հետ կապված հասել է նրան, որ ինքը ուզել է կարմիր գլխարկով եւ գայլով տորտ։ Ու հարցրեք ինչու, դեռ տորտ չի ուտում, բայց ասում է ես այդ օրը կարող եմ տորտ ուտել, ասել եմ հա կարող ես, դե 3 տարեկան ընտանում, կարող է։ Ասում կարող ես, ասում եմ ուրեմն գայլով ու կարմիր գլխարկով տորտ եմ ուզում, ասում եմ բայց ինչու հենց գայլով ու կարմիր գլխարկով, ասում եմ որ ես գայլին ուտեմ, գայլը ինձ չուտի։ Ասենք ո՞նց ես դու այդքան խորացել եւ այդքան մտածել, այ 3 տարեկան մարդուկ։ Այ այսպեսի շորիկ ունի Նարեն։ Գրված է Little Princess Tree։ Փոքրիկ արքայադուստը 3 տարեկան։ Հենց ծննդյան օրը հագնելու համար է, որովհետև դե բարձր չէ, ուրիշ չի կարող հագնել, բայց բավականին մատչելի էր, ասեմ, ոնց որ այդ մի օրվա համար արժի ինձ թվում առնել։ Նարեի համար շիշ եմ պատվիրել, որ այն մեծ ալկղի մեջ, որի մեջ որի բոլոր նվերները լինելու են, լինի նաև այս ծիչով շիշը, Նարեն շշերի համար գժվում է, ուղղակի որտեղ ինչ շիշ տեսնի, ասում է բան է տուր խմա, օրինակ աղբորս մեծ երեխեքի մոտ շիշա տեսնում, կապ չունի, որ ինքը 1000-ը տնում, ասում է Սիլվիկը տաս քո շիշից խմեմ։ Խոսքով, սա ինչ է։ Toothbrush, էլի Նարեի համար ատամի խոզանակ եմ պատվիրել, իրոք էլեկտրական, որովհետև իմը տենց էլեկտրական է, դրիկով, դրիկով է դրանից։ Ու միշտ ասում եմ ես էլ եմ քոնից ուզում, սա արդեն 3+ էր եւ հնարավոր էր սա էլ օգտագործել։ 2 զապաս գլխիկ եւ մեկ ինքը այսպես եդինարոգա վրան նկարված։ Էլի կդնեմ այդ մեծ արկղի մեջ, սրանք չեմ տա։ Դեռ որ իրան հետաքրքիր լինի շատ նվերներ հանի դրա միջից։ Իմիջիալուց ամանորին էլ էի տենց մեծ արկղիկով նվեր արել։ Այսօր ասում եմ ուզում եմ Միշելին, Միշելը իր պարտեզի ընկերուհին է։ Ուզում եմ Միշելին նվեր տանեմ, ասում եմ ինչ նվեր ես ուզում տանել, ասում եմ արջուկով տուփով նվեր։ Ես ամանորին իրեն արջուկով տուփ էի արել, մեջ լիքը տարբեր նվերներ էի դրել։ Հիմա փաստորեն ինքը ուզում է Միշելի համար շատ նվերներ տանել։ Սրանք էլ են այդ նվերիկներից։ Ու սենց փազլներ են,
Նարեն քանի որ puzzle շատ է սիրում, ես որոշեցի, որ իր ընկերներն էլ ունենան, ասես փոքրիկ puzzle-ներ են պետք է քանդել եւ հավաքելու, էլի շատ տարբեր պատկերներով են։ Այստեղ տրակտոր կա, ինչ կա, մի խոսքով լիք, դինոզավրիկ կա, աղջիկ կա սենց, մի խոսքով լիք տարբեր պատկերներ են, շատ հավես է։ Մեկ հատ կամ երկու հատ էլ սրանից կդնենք, բայց այս մեկը նայեք, տիեզերագնացով մոլորակներ կան։ Հիմա իրենք պարտեզում մոլորակներն են սովորում, ամբողջ օրը գալիս են, ասում են Յուպիտերն է, Սատուրնը, Մերկուրին տիեզերքում է։ Ամբողջ օրը դրանից է խոսում։ Ինձ թվում է, խմբի երեխաներին էլ կհետաքրքրի։ Սա ինձ համար են պատվիրել, որովհետև ես միշտ այս սաներները կորցնում եմ, մազերը հավաքելու համար սաներների հավաքածուя, որպեսզի բզիկներ մի հատ են կա, բայց ոչինչ։ Մի հատ սենց որ սենց շիպցի եմ անում սաները մոսիրուն մնա, այս մեկը հավաքելու համար է, որ բզիկներ չմնան, այս մեկը սենց սովորական, այն մյուսն էլ էլի ես մի րոպե լավ ցույց տամ։ Հեսա սենց։ Էլի ես պուճուրիկ մազիկների համար է։ Դա այդպես եւ ոնց որ էլի բան ունենք մի րոպե, անկյուններում նայեմ փաթեթի հեսա մի հատ բան գտա։ Մազակալներն են, էլի Նարեի համար։ Դա քանի նվերաղա բալիկների համար սա։ Մի հատ քանի նվերաղա։ Սենց աստղիկ մազակալներ են, ու էլի բոթասների հետ շատ սիրուն կլինեն։ Սենց տարբեր գույների աստղիկ ճտիկներ են։ 4-5 Հավես է։ Ամեն մեկից Սենց 3 հատ սրանից, մի հատ սենց puzzle, մի հատ էս սրանից, մի հատ պղպջակից, մի հատ էլ բռիլոկ։ Իսկ ուրախան են պուճուր այնքան որ սիմվոլիկ ինչ-որ բաներ են, որ երեխաները սենց ուրախան են։ Ես իհարկե կարող եմ օրինակ ամեն մեկի համար ինչ-որ չուպա-չուպս կամ քաղցր մի բան, կոնֆետ, չգիտեմ, կինդրիկ գնել մեջը, բայց մտածում եմ, որ չարժի, որովհետև օրինակ եթե Նարեին տային քաղցր առանց ինձ հարցնելու, ես հաստատ նեղ սրտելու էի։ Ստացվում է, որ ես իմ երեխայի աչքերում լինում է, որ դե մաման վատն է, ինձ համով բանից չի տալիս ուտել, իսկ ուրիշները լավն են, որովհետև տալիս է։ Դրա համար ես ինքս դա չեմ անի։ Մի խոսքով այսքանն էին մեր պատվերները, շնորհակալություն, որ նայեցիք հոլովակը։ Պաչիկներ եմ ձեզ անում եւ դուք դրեք սրտիկներ ու հետևեք էջին, հույս ունեմ հաջորդ հոլովակը չի նշանակը ներեք, որ ուսանումը չեմ հասցնում, բայց այս մեկը չեմ մոնտաժել ու արագ հենց հիմա կտեղադրեմ։